Ողջույն սիրելի հեռուստադիտող, հայկական երկրորդի եթերում պրոֆակտն է։ Հերոս հարկատուն լավ է, բայց հարկային նոր փոփոխություններով կարող է դառնալ եռակի հերոս։ Փոքր և միջին բիզնեսը ոտքի է ելնում, քանզի բարձր բառերի ու երջանիկ կյանք ապահովելու խոստումների հետևում Հայաստանի Հանրապետությունում ուղղակի վտանգվում է փոքր միջին ձեռնարկատիրությունը, իսկ նոր բիզնեսի հիմնումը դառնում արկածախնդրություն։ Ինչ են պահանջում տնտեսվարողները, մասնագիտական առումով որոնք են հարկային վերջին փոփոխությունների խոցելի կետերը, ինչ հետևանքներ կունենան ընդունված փոփոխությունները և ինչ է ակնկալում բողոքի ձայն բարձրացրած ՓՄՁ ոլորտը։ Հարցերին ու ստեղծված իրավիճակին մասնագիտական մեկնաբանություն կտա Սերգեյ Խաչատրյանը։ Սերգեյ Խաչատրյան, տնտեսագետ, 2011-ից 2016 թվականներին աշխատել է Ֆինրեսում որպես աշխատակազմի ղեկավար, 2019-ից մինչ օրս Safe Invest ՑՊ-ում որպես գործադիր տնօրեն, բիզնեսի օրենսդրական աջակցություն հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի լիիրավ անդամ որպես աուդիտոր։ Բարի երեկո Սերգեյ, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, մեր տաղավարում եք։ Գիտեմ, որ վերջին օրերին բողոքի մեծ ալիք է բարձրացել, քանի որ հարկային վերջին փոփոխությունները փաստորեն վտանգում են փոքր ու միջին բիզնեսը։ Ուզում եմ հասկանալ, ինչ խնդիրներ են առաջացել եւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում հարկային վերջին փոփոխությունները ինչով եք համարում վտանգավոր։ Ողջույն Լիլիթ ջան։ Տեսեք, վերջի հարկային օրենսգրքի փոփոխությունները շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացումներով պայմանավորված առիթ ունեցել ենք այդ մասին խոսել, որ 01/01/2025 թվականից շրջանառության հարկ վճարողների հարկման դրույքաչափը գրեթե բոլոր ոլորտներում կրկնապատկվել է եւ այդ դրույքաչափերի բարձրացման նախագծի փուլում մենք բարձրացրեցինք այն հարցը, որ չի կարելի բոլորի դրույքաչափերը բարձրացնել, քանի որ կան ոլորտներ, որտեղ չեն կարողանա ապահովել փաստաթղթաշրջանառությունը եւ հարկային բեռի ավելացում կլինի, այդ թվում ծառայությունների ոլորտում տեսնում ենք, որ արդեն առևտրականների մոտ այդ նույն խնդիրը կա, չլսելով մեր դիտարկումները, օրենքը ընդունել են, ուժի մեջ են մտել եւ հունվարից կատարվեց բողոքի ակցիաները, որովհետեւ առևտրականները եւ մնացած ոլորտի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ արտադրական ոլորտում միջև այդ առանց փաստաթղթաշրջանառության վճարում էին հարկեր, փոխվեց նրանց արդեն շրջանառության հարկի հաշվարկման մեխանիզմները, բողոքի ակցիաներ իրականացրեցին։ Ի պատասխան այդ բողոքի ակցիաներին հարկային մարմինների եւ պետական մարմինների կողմից առաջարկ կատարվեց, որ փոփոխություն կկատարվի եւ կմեղմացվի հարկման դրույքաչափերը, մարդիկ այդ բան դադարեցրեցին բողոքի ակցիաները, սակայն հետագայում հասկացան, որ դա խաբկանք էր, ինչի, որովհետեւ այն փոփոխությունները, որոնք որ կատարեցին, հերթական նոր պահանջներ են սահմանում։ Դուք աշխատել եք եթե շրջանառության հարկի դաշտում, եթե արել եք այս, արել եք այն, կկատարեք գույքագրումներ, կտրամադրեք այդ գույքագրումները մեզ, մի շարք գործընթացներ կիրականացնեք, դրանով պայմանավորված ձեր շրջանառության հարկի դրույքաչափը կարող են մեղմացնել, եթե օրինակ 5%-ից բարձր է եղել, հա։ Ընդ որում, երկու եռամսյակի մասին է խոսքը, 2025 թվականի երկու եռամսյակի մասին է խոսքը։ Այնուհետև քաղաքացիները հասկացան, որ այստեղ ամենևին հարկային դրույքաչափերի մեղմացում տեղի չի ունեցել եւ հակառակը նոր պահանջներ են սահմանվել, ավելի է բարդանալու իրենց կյանքը, ավելի է բարդանալու հաշվառումը, հաշվապական ծառայությունների արժեքներն են բարձրանալու։ Դրանով պայմանավոր շարունակեցին բողոքի ակցիաները եւ ստորագրավակ իրականացրեցին, ներկայացրեցին եւ այստեղ հարց այն է, որ բողոքի ակցիաները իրականացնում են իրական փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, այլ ոչ թե այն խոշոր հարկատուները, ովքեր որ բիզնեսները տրորել են կամ արդիկ ենթադրենք քաղաքական շահեն հետապնդում։ Իրական փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչները մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։ Փաստորեն սա հատկապես հաշվապահական եւ իրավաբանական ընկերությունների մասով մենք առիթ ունեցել ենք խոսելու, Սերգեյ, ինչ խնդիրներ է առաջացնում այստեղ այս ուղղությամբ։ Լիլիթ ջան, տեսեք, հաշվապահական, իրավաբանական եւ մնացած ծառայությունների ոլորտները նույնպես իրենց ոլորտները շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացումը վերաբերվեց, հունվարի 1-ից 5%-ը դարձավ 10% եւ այն ծառայությունների ոլորտում էր, որ հնարավոր չէր 10%-ը նվազեցնել, ինչպես իրենք են նշում, հնարավոր է նույնիսկ առաջվա 5%-ից քիչ հարկ վճարել 4% եւ առաջի եռամսյակը դա փաստում է, որ հարկային բեռի ավելացում եղավ 5%-ից առնվազն 3-4% ավելացավ, սակայն մենք էլ եւ մնացած հաշվապահական ընկերության հիմնադիրները գնահատական տվեցին, որ միտեղ հնարավոր է 3%, 4% հարկային բեռի ավելացում կատարվել, եթե իշա մեր պետությանն է, բանակին
կրթաթոշակների եւ այլն, այսինքն իշ այդ պետությանն է միտեղ ընդունելի է 3-4% հարկային բեռի ավելացումը։ Սակայն ինչպես նախկինում քննարկել ենք, նոր պահանջ դրվեց, որ հաշվապահական իրավաբանական ընկերությունները պետք է աշխատեն ընդհանուր հարկման դաշտում, դա ինչ է նշանակում, որ այս 10%-ը փոխանցվելու է 20% ավելացված արժեքի հարկով եւ 18% շահութ հարկով։ Եթե այսօր մենք վճարում ենք մոտավորապես 8% մեր շրջանառությունից հարկ, նույն պարագայում 38%-ը 8%-ով նվազեցնելով մեր մոտ հարկային բեռը եռապատկվելու 30% է լինելու հուլիսի 1-ից։ Հիմա մենք քննարկումներ ունեցանք, արտախորհրդանական քննարկումներ ազգային ժողովում, մեր ընկերության ներկայացուցիչները նույնպես ներկա եղան, ոլորտի տարբեր շահագրգիռ անձիկ նույնպես բարձրացրեցին բոլոր խնդիրները, չլսեցին որևիցե հիմնավորումներ, թե ինչի են հաշվապահական իրավաբանական ընկերությունները աշխատեն ընդհանուր հարկման դաշտում, ինչ հիմնավորումներ կան։ Դրանից հետո չունենալով պատասխաններ հրավիրեցին օրենքի նախաձեռնողներին, շարունակեցին քննարկումները, գիտեք, բազմաթիվ անգամ նշել եմ, թե ինչպիսի մեկնաբանություններ են բերել, ինչպիսի հիմնավորումներ են բերել, դրանք ընդհանրապես մեր կողմից ընդունելի չեն եղել, ոչ թե մեր կողմից, այլ որ օբյեկտիվորեն դրանք չեն եղել, եւ հասկանալով, որ այդ քննարկումների ընթացքում, որ իրենց հիմնավորումները բավարար չեն, առաջարկ է կատարվել, որ ձևավորվեր աշխատանքային խումբ օրենքի վերաբերելի շահագրգիռ անձանցից եւ օրենքի նախաձեռնող անձանցից։ Այսինքն չի եղել այդպիսի խումբ, չի ձևավորվեց այդ մասնագետները, ովքեր որ կոնկրետ աշխատելու են, իրենք աշխատանքային որևէ խմբում ներգրաված չեն եղել։ Ոչ, ներգրաված չեն եղել, եղել են շատ նեղ շրջանակում քննարկումներ, չեն լսել մեր քննարկումները, քննադատությունները եւ օրենքը երկրորդ անգամ ընթերցմամբ ուժ է ստացել եւ հուլիսի 1-ից այն արդեն կիրառել է լինելու եւ այստեղ նաեւ խախտվել է մեկ ուրիշ նորմ, ով հարկային օրենսգրքով մենք ունենք սահմանված, որ վատթարացնող նորմերը ուժի մեջ են մտնում այն ընդունելուց հետո առնվազն 7 ամիս հետո։ Պատկերացրեք, մեր նախագահը օրենք է ստորագրել, որ ուժի մեջ է մտնում 2-3 ամիս հետո։ Այստեղ մեծ բարդություններ է առաջ գալու։ Նայեք, բացի այդ տարվա կեսից հարկման դաշտի փոփոխություններ, որպես հետևեցին վատթարացնող նորմերով տեղի չի ունենում։ Սա աննախադեպ վիճակ է, որ տարվա կեսից հարկման դրույքաչափի փոփոխություն են կատարում, մարդիկ պետք է հաշվառումը արդեն դժվարանում է, որ փոխելու են, ծախսերի պլանավորումն են իրականացնելու, այսինքն աշխատավարձի ֆոնդ են պլանավորել, գործընկերների պայմանագրային արժեքների փոփոխություններ պետք է իրականացնել, մի շարք խնդիրներ կա, որոնք որ տարվա կեսից փոփոխությունը իրենց բերելու է։ Եվ մենք առաջարկում ենք ինչ, առաջարկում ենք եկեք նստենք աշխատանքային խումբ ձևավորենք, իրար հետ միասին քննարկենք, եթե հասկանանք, որ այո, պետք է հարկային բեռի ավելացում կատարվի, բեռի ավելացումը կատարենք, կարելի է տարբերակված ավելացած արժեքի հարկով կամ զորական կամ ազատված տարբերակ ավելացած արժեքի հարկ կիրառել, ընտրել ինչ-որ մոդել, որը որ չէր վնասի հաշվապահական ընկերությունների եւ պետությունը կշահեր։ Այսինքն այնպես չէ, որ մեր առաջարկը միայն միակողմանի իրավունքներ էր պաշտպանելու, մենք օբյեկտիվ առաջարկում եք, ոչ թե պահանջում եք չեղարկել, այլ նոր ինչ-որ տարբերակներ առաջարկում եք։ Մենք առաջարկում ենք քննարկումներ։ Քննարկումների արդյունքում բնականաբար, եթե պետությունը հիմնավորեր, որ պետք է հարկային բեռի ավելացում լիներ, մենք մեր հիմնավորումները կբերենք, որ այդ չափ հարկային բեռի ավելացումը, պատկերացնում եք, դա նշանակում է, որ հաշվապահական փոքր հաշվապահական ընկերությունները 30% շահույթ ունեն։ Այսինքն ենթադրենք 30% 40% շահույթ ունեն, այդ ամբողջ շահույթը իրենք ասում են բերեք վճարեք մեզ։ 30% 40% շահույթը հնարավոր չի լինելու վճարելու։ Այստեղ արդեն լինելու է ստվերի դաշտի ավելացում կամ որոշները փակվելու են։ Այո։ Այս խնդիրներն են, որոնք որ մենք պահանջները ներկայացնում ենք, նաև տեսեք կառավարության անդամների հետ մենք հանդիպեցինք, մեր խնդիրները բարձրաձայնեցինք, ցավոք սրտի այս խնդիրների եւ փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչները եւ հաշվապահական ընկերությունները մնացել են միայնակ, հանդիպումներ են ունենում, այդ հանդիպումների ժամանակ չի լսվում մեր ձայնը, ստիպված բողոքի ակցիաներ են իրականացնում եւ նաեւ եթե արդարություն լինենք, ընդդիմադիր թևը նույնպես մեր իրավունքները կարծես թե չի պաշտպանում, իրենք իրենց առանձին օրակարգ ունեն եւ ստացվում է, որ մենք ստիպված ոչ քաղաքականացված անձինք դուրս ենք եկել փողոց եւ մեր իրավունքները փորձում ենք պաշտպանենք։ Ստորագրավակ են կազմակերպում, ներկայացնում ենք, բայց մեր ձայնը լսելի չէ։ Այս դեպքում Սերգեյ, արդյոք բավարար է թիվը, հա, մասնակցում են բավարար չափով ձեզ հաշվապահներ, հաշվապահական ընկերություններ, իրավաբանական ընկերություններ։ Ցավոք սրտի ոչ, սկզբի փուլում քննարկումները ավելի ակտիվ էին, բողոքի ակցիաները, որոնք կատարվեցին ապրիլի կեսերին, ընդունելի պատճառներով, որ դա հաշվապահական ոլորտում ամենածանրաբեռնված շրջանն է, ընդ որում այստեղ պետք է նշենք, որ ՊԵԿ համակարգը խաթարված էր վերջի քանի օր չէր աշխատում ընդհանրապես, մարդիկ նյարդերի մեջ էին, ամբողջությամբ խոչընդոտում էր բիզնեսի աշխատանքը, ծանրաբեռնված այդ շրջանով ընդունելի պատճառներով մի շարք հաշվապահներ, իրավաբաններ չներկայացան, սակայն դրանից բացի կան նաև այլ զանգված, որոնք որ բնականաբար ոլորտի մեջ երկար տարիներ աշխատում են,
թե իմ մտերիմների մեջ թե այլ օղակներով լսում եմ, որ շատերը հանգիստ են եւ այդ հանգստությունը պայմանավորված է նրանով, որ հուլիսի 1-ից կամ գնառաչակ կկատարեն, գների վերանայում կկատարվի, այսինքն բարձրացում կլինի եւ այդ բարձրացումները վճարելու են փաստորեն հասարակ քաղաքացիները, որտեղ ծառայություն ստացողները երթին է գինը բարձրացնելու։ Եվ մի մասն մտածում են, եթե գնահատակով չկարողանան գինը բարձրացնել, անցնելու են ստվերի դաշտ։ Այսինքն վերջին հաշվով մեր ասածը նա է, որ այստեղ այնպես չէ, որ պետությունը շահելու է ստվերի դաշտն է ավելացնել։ Եվ ամենևին, տեսեք, ես կողմ եմ, որ ստվերի դաշտում աշխատողները վճարեն հարկեր։ Հենց այս շահագրգռված են, որովհետեւ տեսեք, մեր ընկերությունը գրանցել է բոլոր աշխատողներին հարկերը, ճշգրիտ վճարում է ժամանակին, վճարում է բոլոր պայմանագրային արժեքները ճշգրիտ ձևակերպել ենք եւ այն անձինք, ովքեր որ չեն գրանցել անհատ ձեռնարկատեր, հարկերը չեն վճարում, թե հայտարարում են, մեր շահերից է բխում, որ նրանք է վճարեն հարկեր։ Հիմա նոր հարկային բեռի ավելացումը վերաբերել է միայն մեզ, մենք ավել հարկեր ենք վճարելու, պետության հոգսերը մենք ենք հոգալու եւ նրանց գնառաչարկը, ստվերում գտնվող գնառաչարկը, մեր առաջարկը հուլիսի 1-ից էլ ավելի է տարբերակվելու։ Հա, տարբերությունը ավելի է տարբեր, որովհետեւ մենք արդեն 30%-ով առնվազն գնառաչարկը պետք է փոխենք։ Իսկ այստեղ ներողություն եմ խնդրում այդ գնառաչակ կատարել մեկտեղ, տեսեք ավելի խոցելի դառնում այս փոքր միջին բիզնեսը, որովհետեւ իրենց մոտ արդեն հարկային նոր բեռ է ավելացել, ստացվում է, իսկ մեր նման ընկերություններ հիմնականում ծառայություն են առաջարկում փոքր միջին բիզնեսներին։ Այսինքն փոքր միջին բիզնեսի կյանքը բարթացել է եւ մի հատ էլ մենք ենք ծառայության արժեքը բարձրացնելու։ Նրանց կյանքը էլ ավելի է բարթանալ հուլիսի 1-ից։ Հիմա այնպես պետք է անել, որ նրանց հաշվապատական ծառայությունների բարթացման զուգահեռ գոնե հաշվապատական ծառայությունների արժեքը չվերանայվեր։ Բայց երկու կողմից փոքր միջին բիզնեսը թիրախավորվում է։ Ինչի համար, որ փոքր միջին բիզնեսի ձեռքերով խոշոր հարկատուներին կամ տրորված բիզնեսներին բերեն օրինականության դաշտ։ Եթե կարողանան ճշգրիտ գրագետ պրոֆեսիոնալ վարչարություն իրականացնել, ամենևին պետք չի փոքր միջին բիզնեսի ձեռքերով դա իրականացնել։ Կարող են թիրախավորել հենց այն ստվերում գտնվող խոշոր հարկատուներին եւ նրանցից անմիջապես այդ գործառույթ իրականացնել։ Հիմա մենք որ ստիպենք Այսինքն նպատակը սա է, այսպես է պատճառաբանվում, որպեսզի ստվերից կարողանան դուրս բերեն։ Նպատակներից մեկը այո դա է, ես վերջերս հանդիպում ունեցա եւ այս օրենքի քննարկումները Լիլի ջան, քանի որ մենք վարչապետի ենթականների ներկայացնում ենք խնդիրները, այնպես չէ որ այնտեղ աշխատող բոլոր անձինք չեն հասկանում ինչի մասին է խոսքը, մենք բացատրում ենք, բայց քանի որ վարչապետը որոշել է, որ շրջանառության հարկը ապա պետական է, պետք է հարկերը բարձրացվեն, մեր ձայնը լսելի չէր, վերջերս մենք առիթ ունեցանք անձամբ ես ինքս վարչապետին բարձրաձայնեցի այդ հարցերը, որ շրջանառության հարկը, եթե դուք ուզում եք հանեք եւ դա համարում եք ապա պետական, այնպես չէ, որ շրջանառության հարկը հանելուց հետո կամ հարկային օրենսգրքի ցանկացած ձևով ձևելու կարելու արդյունքում ստվերը մենք վերացնելու ենք եւ խոշոր հարկատուները չեն շարունակելու հարկերը թաքցնել եւ փոքր միջին բիզնեսի ձեռքով խոշորին բերել օրինականության դաշտ չի կարելի։ Ի պատասխան դրան նշվեց, որ կան խոշոր հարկատուներ, որ թաքցնում են, այո, կան խոշոր հարկատուներ, ովքեր որ տրորել են բիզնեսները, հնարավոր է լինեն այդպեսի շատ խոշոր հարկատուներ, հնարավոր է որ փոքր միջին բիզնեսի մեջ լինեն հարկատուներ, ովքեր զանցանքներ են իրականացնում, որոշակի խախտումներ են իրականացնում, բայց չի կարելի իրական փոքր միջին բիզնեսին վնասել այդ նշված գործոններով։ Զանցանք իրականացնում են, թող իրականացնեն, բոլոր պետություններում դա էլ կա։ Որոշակի փոքր վարչարություն այնտեղ իրականացնելուց գոնությունը կարելի է ապահովել, իսկ խոշոր հարկատուներին, որ մի քանիսը տրորել են բիզնեսները, դրանց համար բնել եւ իրական փոքր միջին բիզնեսին վնաս հասցնել չի կարելի։ Այս բոլոր հարցերը ես ինքս անմիջապես առիթ ունեցա բարձրաձայնեցի, սակայն քաղաքական որոշման դեմ դժվար է պայքարելը։ Հա, որոշումը քաղաքական է։ Կարծես թե այո։ Ես այստեղ մինչ շարունակությանը մասնագիտական անդրադառնալը Սերգեյ, պիտի խնդրեմ ձեզ, դուք նշեցիք, որ ընդդիմությունը նույնպես իր օրակարգում չի ներառել այս հարցը, ըստ էության չի աջակցում, բայց պետք է նաև հաշվի առնել, որ նույնիսկ լրագրողներին, հա, բողոքի ակցիաների ժամանակ բավական թիրախավորում են նշելով, որ սա քաղաքական չէ, այսինքն միգուցե հենց չվնասելու սկզբունքով չի ակտիվ ձեռնարկա մասնակցումը նաև ընդդիմադիր ոլորտը։ Տեսեք, ես ինքս վերջերս առիթ ունեցա պետական մարմինների, նախարարության աշխատողների, նախարարի կամ տարբեր անձանց բարձրաձայնեցի, որ այսօր մեր ձայնը ավելի քան լսելի չէ եւ ինձ հարցադրում ա կատարեցին, թե ինչն եք տեսնում կառավարության մեր աշխատանքի մեջ, ես ասացի, որ մեր ձայնը լսելի չէ, բայց դա ամենևին չի նշանակում, Լիլի ջան, որ մենք չպիտի փորձենք մեր ձայնը բարձրաձայնենք, նույն լրագրողները, նույն հասարակ հարկատուները, ոչ, մենք պետք է միասնական, մենք բարձրաձայնենք մեր հարցերը, մեր խնդիրները, օրակարգ բերենք օբյեկտիվ քննադատությունները եւ տեսեք, այստեղ խնդիրը ինչու՞ն է կանում, որ կատարված օրենսդրական փոփոխությունները վերաբերել են ավելի քան 50,000 հարկատուներին
Եվ մենք կառավարությանը ներկայացնում ենք, որ այսքան մասշտաբային փոփոխություն, որ դուք կատարում եք, վերաբերելի ավելի քան 50,000 հարկատուներին, դրանք պետք է խորը վերլուծություններ կատարվեն, հաշվարկներ կատարվեն, չկա այդ հաշվարկները։ Այս արգումենտները միայն մենք չէ որ պետք է բերենք։ Միևնույն է, մենք բերում ենք կարող դա բավական չէ, բայց չէ որ մենք ձայն ենք տվել եւ ազգային ժողովը բաղկացած չէ միայն կառավարության անդամներից։ Մենք պետք է տեսնենք, որ հարկատուները միայնակ չեն։ Ես ցավոք սրտի այդ փաստ արձանագրում եմ, որ մենք այսօր մեր խնդիրները միայնակ ենք բարձրացնում։ Փաստորեն բոլոր 50,000-ի համար հետևանքները լինելու են բացասական։ Միանշանակ, որովհետև չեն կարողանալու այդ փաստաթղթաշրջանառությունը իրականացնել եւ որոշների հանգստությունը ասում են պայմանավորված է, որ կարողանալու են իբր թես ծվերի դաշտում աշխատեն, բայց դա խաբկանք է, որովհետև մեծ վարչարությունը, երբ որ հասնի իրենց դռները, հասկանալու են, որ չէ, այսպես չեն կարող եւ ստիպված իրենք էլ արդեն միանալու են այս ակցիաներին։ Ինչու են կատարվել այս փոփոխությունները Սերգեյ, դեպքում եթե բոլոր ոլորտներին ըստ էության հնարավորությունից զրկում են նորմալ աշխատելու։ Տեսեք Լիլի ջան, ես առիթ ունեցել եմ հենց ձեր տաղավարից, կարծեմ 3 տարի առաջ նշել, որ մենք ունենք երկնիշ տնտեսական աճ եւ այդ երկնիշ տնտեսական աճը այսօր ճիշտ չի կառավարվում, այդ ժամանակ նշեցի, ինչի որովհետեւ այսօր մեր վարչապետը հպարտանում է, որ ավելացրել է թոշակները 5 անգամ, մանկավարժական ֆոնդն է, ծախսերի ֆոնդը ավելացրել, այս ծախսերն է կատարել եւ ես նշեցի, որ այդ ժամանակահատվածում մեր երկնիշ աճի հետ ճիշտ կառավարում չի իրականացվում, ավելացում է ընթացիկ ծախսերը, դրանցով պետք է ստեղծվեր բուֆերային գումարներ, կապիտալ ծախսերն ավելացվեր, ինչ կատարվեց, սխալ կառավարում տեղի ունեցավ եւ այսօր մենք ունենք ընթացիկ ծախսերի հոգալու խնդիր եւ այդ ծախսերը մենք չենք կարողանում կատարել, արդյունքում մի ձեռքով վերցնում ենք վարկեր, ընդ որում բարձր տոկոսադրույքներով, մյուս ձեռքով հարկային բեռն ենք ավելացնում անընդհատ, ընդ որում այդ հարկային բեռը անընդհատ ավելանում է օրինապահ հարկվճարողների հաշվին։ Եվ վերջերս ֆինանսների նախարարությունից արձագանքում են, որ մեր բյուջեում մենք խնդիրներ չունենք, ես նման մի հատ պարզ հարց ունեմ, եթե մենք բյուջեում խնդիրներ չունենք, այդ դեպքում ինչի ենք վերցնում վարկեր եւ ինչու ենք այդպիսի բարձր դրույքաչափերով վարկեր վերցնում։ Դա ինձ համար անհասկանալի է, եթե մենք բյուջեում չունենք խնդիրներ, հարգելիներս, ինչ ենք հարկային բեռը այդքան ավելացնում փոքր միջին բիզնեսին եւ այդքան հարկային բեռի ավելացումով մենք ավելի շատ վնասում ենք նրանց, քան նրանցից մուտքեր ենք անկկալում։ Որն է հիմնավորումը այս երկու գործոնների։ Եվ այստեղ միանշանակ այդ խնդիրների հոգալու համար նրանք քանի որ չեն լսում մեր առաջարկները, որ տեսեք հարկային բեռի ավելացումը դա ընդհանրապես տնտեսության զարգացման մի ուղղվածությունն է, բայց կարծես թե նրանց աչքերով տնտեսության խնդիրները պետք է հոգան հարկային բեռ անընդհատ ավելացնելով հարկատուների հաշվին։ Պետք է գիտակցենք, որ մեր հարկատուները այսքանն են, մեր աշխարհակաղակական խնդիրները այս են, մեր բնակչության քանակը այսքան է եւ այս գործոնների վրա պետք է աշխատել եւ դրանց հաշվին տնտեսությունը զարգացնել, ոչ թե միայն հարկային բեռով անընդհատ փորձել խնդիրները լուծել։ Այո, ըստ էության հարկահավաքություն է դառնում, ոչ թե հարկային հարկահավաքություն, վարչարության կոշտ վարչարության իրականացնում, դա էլ եմ արձագանքել, որ հենց պետք նախագահային, որ այսօր իրականացվում է կոշտ վարչարարություն, չի կարելի նման կոշտ վարչարարությունով հիասթափեցնել հարկատուներին։ Մենք հարկ վճարողի ուղղ ենք իբր նշում, բայց միաժամանակ հարկ վճարողներին վնաս ենք հասցնում, խոչընդոտելով նրանց աշխատանքը։ Բնականon աշխատանքը եւ չեն կարողանում իրական գնահատական տանք այդ հարկ վճարողը դեռ խաբել է պետությանը թե ոչ։ Դեռ դա չբացահայտած մենք հարկատուին մեծ վնասներ ենք հասցնում։ Այո։ Եվ արդեն պոտենցիալ ինչ որ առումով հանցագործության մեջ մեղադրումն է։ Բնականաբար դրա վառ ապացույցն է Լիլի ջան, որ մենք այսօր ունենք մեջ մի շարք դատական գործեր, որտեղ որ հարկային մարմինները պարտվում են։ Հենց դա է վառ ապացույցը, որ հարկային մարմինները չեն կատարում համարժեք վերլուծություններ եւ կատարում են գործողություններ, որի արդյունքում եթե հարկատուն գնում է դատական գործընթացի, ավելի մեծամասշտաբ դեպքեր են, որ հարկատուները շահում են։ Շնորհակալ եմ Սերգեյ, այս պահին ինչ քայլեր եք պլանավորում։ Գիտեմ, որ շարունակվում են ակցիաները, փաստորեն հանդիպումներ, ստորագրահավաք, ինչ է այս պահին կատարվում եւ ինչ եք պլանավորում անել։ Լիլի ջան, մենք այս գործընթացը այնպես չէ որ նոր ենք սկսել ենք ավելի վաղ շրջանից։ Գիտեք, որ ես ինքս քաղաքականացված անձ չեմ եւ ավելի վաղ շրջանից քննադատում եմ օրենսդրական այս վատթարացնող նորմերը եւ այնպես չէ որ այս փոփոխությունները եկան հասան հաշվապահական ընկերությունների դուրն, որ ես ակտիվացա, մինչ այդ էլ ես ակտիվ եմ եղել, տեսան է որ կատարվում են փոփոխություններ, որոնք որ անհավասար պայմաններ են ստեղծում, իսկ հաշվապահական ընկերությունների մասով ես քննադատությունները սկսել եմ ավելի վաղ շրջանից 1 տարի առաջ, քննարկումներին հնարավոր բոլոր քննարկումներին մասնակցել եմ,
նույնիսկ փոքր եւ միջին բիզնեսի ակցիաներին, որոնք հունվար ամսին էին մեր գրասենյակի ներկայացուցիչները մասնակցել են, այս վերջի շրջանի ակցիաներին նույնպես մասնակցել ենք ստորագրավակներին, նախաձեռնել ենք այս բան ստորագրավակ, նույնպես շարունակում ենք այդ գործընթացը իրականացնել, առաջիկայում եւս շարունակել են ակցիաները, ակնկալում ենք ոլորտի շահագրգիռ անձանց միացումը եւ եթե այս ամեն ինչը բնականաբար շարունակվի անտեսվել, որը որ ավելի հավանական եմ համարում, իրատեսական եթե նայենք, գործընթացներից կարևորը այն է, որ ընտրությունների ընթացքում մենք բնականաբար մեր ձայն իրենց չի պատկանելու եւ դրա վառապացույցն է վերջին ընտրությունները, որ մեծ հիասթափություն կա հասարակության մեջ այսօրվա իշխանության կատարված աշխատանքի նկատմամբ։ Հիասթափությունը մեծ հարված է մեզ համար, որովհետև մենք անկակալում ենք, որ գոնե մեր ձայնը լսելի կլիներ։ Կարճ ասած, մեզ ինչ-որ հաշվի կնստեին մեր հետ, որովհետև սա վերաբերելի է մեծ զանգվածի։ Այս դեպքում օրենքների վերջին տարիներին օրենսդրական փոփոխությունները, հատկապես հարկային օրենսգիրքը պարբերաբար փոփոխության է ենթարկվում, արդարացի ընդունված դրական օրենքների մեջ այդպիսի կետեր կան։ Ցավոք սրտի, օբյեկտիվորեն եմ ես բարձրաձայնում, հարկային օրենսգրքի վերջի 4-5 տարիների փոփոխությունները միայն վատթարացնող նորմեր են, շատ չնչին դրույթներ կան, որոնք որ բարելավումներ են, հիմնականում վատթարացնող նորմեր են, եւ վերջին հանդիպումների ժամանակ բոլորը կարծես թե ձայն են բարձրացնում, որ ժամանակն է հարկային օրենսգիրքը փոփոխենք, հարագելիներս հարկային օրենսգիրքը փոփոխության կարիք չունի, փոփոխության կարիք ունեն այլ կառավարման մեխանիզմները, փոփոխության կարիք ունի աշխարհակաղակական իրավիճակները, տնտեսության զարգացման այլ գործընթացները պետք է ակտիվացնել, հանքարդյունաբերություն եւ այլն։ Հարկային օրենսգիրքը ինչքան էլ փոխենք, տեսեք, վարչապետը բարձրաձայնեց, եկեք նայենք, թե շրջանառության հարկը ինչ փուլից է սկսել։ Եկեք նայենք, պարոն վարչապետ եւ մյուս մարմինները, որոնք որ այդ հարցը բարձրաձայնում են, պետական պաշտոնյաները, երևի թե լավ տեղեկացված չեն, շրջանառության հարկից առաջ միշտ եղել է տարբերակված հարկման դաշտեր, այսինքն փոքր եւ միջին բիզնեսի համար եղել են այլ հարկային սխեմաներ, շրջանառության հարկից առաջ եղել է բարձեցված հարկը եւ աշխարհի բոլոր երկրներում, գրեթե բոլոր երկրներում գոյություն ունի տարբերակված հարկման դաշտեր, եթե վերցնենք Դուբայի օրինակը, այնտեղ հիմնականում հարկերից ազատված է, պետք չի նման երկրների օրինակները բերել, որոնք համադրելի չեն Հայաստանի հետ ընդհանրապես։ Այսինքն հարկային օրենսգիրքը պետք է հանգիստ թողնել եւ անցնել այլ գործոնների։ Իսկ արդարացված օրենսդրական փոփոխություններ չկան, տեսեք վերջի փոփոխություններից մեկն եմ ուզում վերել, փաստորեն հունվարի 1-ից այս խեղճ առևտրականների հարկը 1%, 1.5%-ից բարձրացեցին, պահանջ դրեցին փաստաթղթավորում իրականացնել, հաշվապահական ընկերություններին ասեցին, եկեք 10% վճարեք, մի հատ 30%, բայց զուգահեռաբար IT ոլորտին 1% շրջանառության հարկ հունվարի 1-ից։ Նախ IT ոլորտի միջետ անդրադառնամ, արտոնություն ուներ, չկարողացան ճիշտ կողմնորոշվել, արտոնության շրջանը 1 տարի կրճատեցին, բայց այսօրվա արտոնության չափի մասին չէր խոսքը։ Կրճատեցին, որի արդյունքում օտարերկրյա մի շարք ներդրողներ այդ IT ոլորտի արտոնության դադարեցումից հետո դուրս հանեցին իրենց գործունեությունները Հայաստանից եւ այս հունվարի 1-ից IT ոլորտին սահմանել են շրջանառության հարկ 1%, ընդ որում աշխատողներից եկամտային հարկի վերադարձ։ Հիմա որ հարցադրում կատարենք, IT ոլորտը ո՞րն է, կասեք, ինչ է նշանակում IT ոլորտ։ Ընդհանրապես վերցնում են մարդիկ դասակարգիչը, որոշում են, որ իրանք IT ոլորտ են եւ հարկը են վճարում շրջանառության հարկ 1%։ Կամ չկա, այսինքն այդ չափորոշիչները կա, բայց արդյոք մտնում է չափորոշիչների մեջ թե չէ, դա շատ վիճարկելի հարց է, բայց սա չի կարևորը։ Կարևորը այլ գործոն է։ Այդ IT ոլորտին, որ ընդհանրապես տվել է 1% արտոնություն, 1% շրջանառության հարկ է վճարում։ Հարգելիներս դուք վերլուծություն կատարել եք, այդ IT ոլորտը Հայաստանի Հանրապետության համար պրոդուկտ ստեղծում ընդհանրապես թե չէ։ Այսինքն մեկը գրասենյակ է բացում, ունի 30 հոգի անձնակազմ, ծառայություններ է մատուցում Ամերիկայի համար, Եվրոպայի համար։ Պրոդուկտը ստեղծվում է Ամերիկայի համար, Եվրոպայի համար, այստեղ ընդհանրապես աշխատանքներն են որ կատարվում են, եւ այդ հիմնադիրը գեներացվում է շահույթ, դուք հիմնադիրին ասում եք բերեք 1% հարկ տվեք եւ աշխատողներին, ովքեր որ բարձր աշխատավարձներ են ստանում, իրենց եկամտային հարկը վերադարձնում է, բայց զուգահեռաբար առևտրականները, որոնք հազիվ թե ամսական 200-300 հազար գումար են գեներացնում, այդ մարդկանց ասում եք, չէ, դուք ավել հարկեր բերեք տվեք։ Հիմա տրամաբանություն չկա, վերլուծություն, հիմա թող բացատրություն տան, այդ IT ոլորտը ո՞րն է կամ որ պրոդուկտ ստեղծում է, թե չէ, այստեղ պետք է, եթե մենք ուզում ենք IT ոլորտին արտոնություններ տանք, ես
դեմ չեմ դրան թող արտոնություն տա, բայց թիրախավորեն իրական IT ոլորտին, ով որ ստեղծում է արժեք մեր Հայաստանի Հանրապետության համար, այլ ոչ թե աշխատատեղ է ստեղծում ընդհանրապես, եւ պրոդուկտ է ստեղծում հակառակը հնարավոր մեր հակառակորդ երկրների համար։ Չի կարելի նման վերցնել եւ կուրորեն արտոնություններ սահմանել։ Եվ ինչ է ստացվում, որ նման ոլորտերին արտոնություններ են տալիս եւ պակաս հարկային գումարները փորձում են գեներացնել հաշվապահական եւ իրավաբանական ընկերությունների հաշվին։ Այս տիպի սխալ կառավարում է տեղի ունենում։ Իսկ նորաձևությունն այստեղ էլ է մտել, այն IT անվանումը նորաձև է, իրականում պրոդուկտի սպառող, նույնիսկ աշխատաշուկան չեն կարող վերահսկել Հայաստանում է, թե չէ։ Այո, այս դեպքում։ Եվ ստացվում է, որ այդ աշխատաշուկան, որը որ կա Հայաստանի համար, ընդ որում օտարերկրացիների համար նույնպես սահմանվել է արտոնությունները, եթե օտարերկրացին աշխատում է Հայաստանի Հանրապետությունում, այստեղ կապ չունի, արժեք ստեղծում է Հայաստանի Հանրապետության համար, չէ, նրանց եկամտային հարկն է վերադարձվում։ Ախր չի կարելի նման կերպ մոտեցում տալ հարկային քաղաքականությանը եւ կանգնել ասել, որ շրջանառության հարկն է մեղավոր, հարկային օրենսգիրքն է մեղավոր, դուք եք խառնաշփոթ ստեղծել։ Եւ այդ խառնաշփոթը շարունակվում չի շրջանառության։ Բացարձակապես ապապետականն չի եւ վստահաբար կարող եմ ասել, վստահաբար, որ ինչ հարկային օրենսգիրք սահմանենք, ինչ փոփոխություններ կատարենք, հիմա բարձրաձայնում են եկեք հարկային օրենսգիրքը փոխենք, այստեղ նոր մասնագետներ հրավիրեն, նոր ծախսեր կատարեն, հա, եւ ինչ հարկային օրենսգիրքի սահմանենք, միևնույն է անհնար է հարկատուներից բոլոր հարկերը գեներացնել, անհնար է եւ հարկերը լավ գեներացնելու համար շատ կարևոր գործոն գոյություն ունի։ Դա ես որպես քաղաքացի եւ որպես հարկատու ասում եմ, ես ավելի սիրով հարկերը վճարելու համար պետք է կառավարության աշխատանքի նրանց պրոֆեսիոնալիզմի նկատմամբ բարձր վստահություն ունենան։ Եթե այդ վստահությունը չկա, ինչ հարկման սխեմա էլ մշակեք, եթե ես հասկանամ, որ դուք կոռուպցիան չեք կարողացել զրոյացնել կամ չեք կարողանում նվազեցնել, դուք չեք կարողանում մեր գումարները ճիշտ կառավարեք, օտարերկրյա ներդրումները գնալով հեռվանում են մեզանից ձեր հարկային քաղաքականության սխալ կառուցվածքի պատճառով եւ մի շարք խնդիրներ, որ այսօր մենք տեսնում ենք, բնականաբար ես վստահությունը կորցնում եմ կառավարության նկատմամբ եւ այդ լաֆերի կորը, որ նույնպես վարչապետը բարձրաձայնեց, թե լաֆերի կորը որտեղ է, լաֆերի կորը նրա մասին է խոսքը, կա մի կետ, որից հետո հարկատուն արդեն սկսում է ինչքան էլ հարկերը բարձրացնում է, սկսում է հարկերը ավելի քիչ վճարել։ Եվ իմ խորը մասնագիտական դիտարկմամբ, որը ես բարձրաձայնեցի անմիջապես վարչապետին, որ այսօր մենք արդեն այդ լաֆերի կորը հատել ենք եւ արդեն իսկ եթե հուլիսի 1-ից հաշվապահական ընկերությունները բեռը այդքան ավելացնենք, անցնելու ենք այդ խնդրին, որ հակառակը հարկային մուտքերը նվազելու են։ Նվազելու են, այո։ Բոլոր ուղղություններով մենք այս խնդրի հետ բախվում ենք։ Լիլի ջան, այնպես չի, որ մեր առաջարկները միայն իշա հարկատուների է եւ մենք պետության կողքը չենք եւ մենք ինչ օրենք ընդունում ենք, քննադատում ենք, բնականաբար մենք մեր պետության կողքն ենք, մենք սիրում ենք մեր պետությունը, մենք ուզում ենք հզորանալ մեր պետությունը։ Սակայն դե տեսնում ենք կատարված փոփոխությունները չեն նպաստում դրան, բարձրաձայնում ենք հարցը, բայց դա չի լսվում։ Ամենագլխավոր խնդիրը այսօրվա կառավարության, որը ես մի քանի անգամ նշում եմ, չլսելն է։ Նույնիսկ հերոս հարկատուների։ Նույնիսկ հերոս հարկատուներին։ Շնորհակալ եմ։ Մեկ ամփոփելուց առաջ Սերգեյ, մեկ խնդրի էլ անդրադառնանք, սրա մասին վերջին շրջանում նորից ակտիվանում է, շատ է խոսվում համընդհանուր հայտարարագրման մասին է խոսքը, շատ մասնագետներ պնդում են, որ պետք է չեղարկվի սա։ Համընդհանուր հայտարարագրման համար ես բազմաթիվ առիթներ ունեցել եմ խոսելու։ Այո, այսօր մասնագետները եւ կարծեմ ընդդիմադիր թևը նույնպես նախագիծ ներկայացրեց չեղարկման վերաբերյալ, որով մերժվեց։ Ես իմ սուբյեկտիվ մոտեցումներն ասեմ, նախ ես կարծում եմ համընդհանուր հայտարարագիրը ինքը զարգացած կամ զարգացող երկրների համար կարևոր գործոն է, քանի որ ինքը քաղաքակրթության նոր մոդել է տալիս, սակայն ես ինքս հենց համընդհանուր հայտարարագրման նախագծի փուլում ամենամեծ քննադատողներից մեկն է, որ Հայաստանի համար դեռ դա վաղ է, այս ձևաչափով այդ ամենը ներդնելը շատ վաղ է, չի կարելի պահանջ դնել նման ձևաչափով։ Բնականաբար չեն լսել սովորության համաձայն եւ օրենքը դրել են պահանջը սահմանվել է։ Հիմա տեսել են, որ պահանջը կատարելը շատ դժվար է, ինչով պայմանավորված շաբաթը 1 թվականակ են ֆիքսում այսքան անց հայտարարագրեց, բայց դեռ խոսում ենք 10-20 հազար քաղաքացիների մասին։ Տեսեք, իմ առաջարկը այն է, որ եկեք չեղարկենք, ես այնպես չէ, որ պետության ձախողումներով ուրախանում եմ կամ իշա ինձ է, ես ուզում եմ, հասկանում եմ, որ իրանք էլ են գիտակցել, սխալ պահանջ են դրել եւ ուզում ենք իրենց օգտակար լինենք մեր փորձով, մեր խորհրդատվությամբ, մեր հեռանկարային առաջարկներով, որոնք 3 անգամ արդեն առաջարկ եմ արել, անտեսվել է,
Մեր առաջարկը ինչու՞մն է կայանում, որ եկեք մի չեղարկեք անհատական եկամուտների հայտարարումը, բայց փոխարենը դրեք այնպիսի ձևաչափ, որ իսկապես կշահագրգռի պետության քաղաքացիներին, ինչի մասին է խոսքը։ Տեսեք, այսօր մենք 2024 թվականի համար մոտավորապես պետք է հայտարարեն 700,000-ից 800,000 քաղաքացիներ, եւ մենք տեսնում ենք, որ մոտավորապես 20,000 քաղաքացի հայտարարել միշտ մայիսի 1-ը արդեն մոտ է, եւ կեսն չեն հայտարարել, եւ այդ հայտարարողի մեծ մասը հանրային աշխատողներ են կամ այն անձիկ են, ովքեր որ 50,000 100,000-ները հետ են ստացել, այսինքն շահագրգիռ անձիկ են միայն ներկայացրել, կարելի ասել, եւ կող տարի արդեն 2025 թվականին միանալու այդ թվականին, քանի թվականակին մոտավորապես 800,000 քաղաքացիներ, չաշխատողները եւ թոշակառուները։ Եթե մենք այսօր խնդիր ունենք աշխատողներին բերել հայտարարագրման դաշտ, հաջորդ տարի մենք էլ ավելի մեծ խնդիր ենք ունենալու չաշխատողների եւ թոշակառուների բերել։ Դրանով պայմանավորված մենք հստակ առաջարկ ենք կատարել։ Եկեք շեմ սահմանենք առնվազն 15 միլիոն դրամ, դա պայմանական գումար է, դա կարելի է վերլուծել, ուսումնասիրել 15 միլիոնը դինի 20 միլիոն կամ 10 միլիոն։ Ինչ որ այ վերցնենք 15 միլիոն շեմ, միջև 15 միլիոն եկամուտ ստացած անձինք կամավորության սկզբունքով հայտարարում իրականացնեն, դրանից բարձրները իրականացնեն, հետագա տարիներում այդ 15 միլիոնի շեմը հնարավոր է նվազեցնել։ Եվ սոցիալական ծախսերի փոխհատուցումը, տեսեք, սոցիալական ծախսերը այն ձևաչափը, որ վերցել են, ընդհանրապես չի համապատասխանում արտասահմանում գործունող ձևաչափին։ Իրանք ասում են, աշխարհի միակ երկիրը չէ, որ Հայաստանը կիրառում, այո, բայց այլ երկրներում այլ մոդելներ են, այլ ձևաչափեր են։ Այսինքն այդ սոցիալական ծախսերը պետք է վերաբերելի լինեն բոլոր հայտարարի ներկայացնողներին։ Այդ առաջարկները նույնպես ինչ-որ չափով փոքր տոկոսով մարդիկ մոտիվացիա ունենան փոխհատուցման հետ կապված։ Այս առաջարկները կատարել ենք, մերժվել է։ Հիմա ես չեմ ուրախանա, որ կգա նոյեմբերի 1-ը եւ կունենանք պատկեր, որ 800,000 անձանցից 400,000 կամ 500,000-ը հայտարարած կլինի, դա ձախողման հավասար է, որովհետեւ անարդար պայման է ստեղծվելու, մի շարք անձիկ ներկայացել են, մի շարք անձիկ չեն ներկայացել։ Դա ձախողում կլինի, ինչքան որ չփաստեն այդպես։ Ես չեմ ուրախանա դրանով, բայց ուզում եմ այնպիսի ձևաչափ սահմանեմ, որը որ կյանքի կոչվի։ Հասկանում եք, պետությունը բավականաչափ ծախսեր է կատարել։ Ռեսուրս է ծախսում։ Մեծ ռեսուրսներ է կատարել, այդքան փոխհատուցում է կատարել։ Այս վերջի 3 ամսում իրականացնում են սեմինարներ, դրանք նույնպես ծախս են։ Ընդ որում մեր ընկերությունը վերջի 1 տարուց ավելին է, որ անշահագրգիռ իրականացնում է եւ մենք ամենևին չենք էլ ուզում այդ 10,000, 5,000, 20,000 դրամ գումարներ աշխատել այդ հայտարարագրի վրա, ընդհանրապես դա մեզ հետաքրքիր չի եւ մենք այստեղ չենք քարոզում, որ եկեք չեղարկենք հայտարարագիր, այլ հակառակը մարդկանց իրազեկում ենք իրենց իրավունքների մասին։ Այս առաջարկները նույնպես չեն լսում եւ անտեսվում են։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, հայկական երկրորդի եթերում պրոֆակտներ, այո, փոքր միջին ձեռնարկատիրությունը այս բիզնեսի տնտեսվարողների վրա է ըստ էության հիմնվում յուրաքանչյուր պետությունը, պետության կենսունակությունն ուղիղ կապված այս ոլորտների հետ։ Հիմա փաստորեն նույնիսկ այս ոլորտի ձայնը լսելի չէ, կարծում եմ, որ ամեն ինչին հարմարվելու ու համակերպվելու այս ընթացքը շատ վտանգավոր է, քանի որ Սերգեյ Խաչատրյանը շատ ճշգրիտ նշեց, կամ սա ուղիղ ճանապարհ է դեպի ստվեր, կամ ուղիղ ճանապարհ է դեպի երկրից դուրս։ Ամեն դեպքում երկուսն էլ չեն նպաստելու պետության կայացմանը ու կենսունակ լինելուն։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Հարկային բեռն ավելանում է բացառապես օրինապահ հարկ վճարողների համար։